սրճարաններ, նոր մալոխներ կառուցելու եւ ինչպիսի ուղղություններով, այսինքն արդյոք Վրաստանի, թե նաեւ Թուրքիայի տարածքով, միգուցե նաեւ ապագայում Իրանի տարածքով եւ պարոն նախարար այս հաշվողական հզորությունները հավանաբար նաեւ նոր ռեսուրսներ են ստեղծում այդ արհեստական բանականության ինստիտուտ նախագծի համար կխնդրեմ ներկայացնեք թե ինչ նախագծերը արդեն իրականացվում են այսօր եւ ինչպիսի նոր նախագծեր են միգուցե քննարկվում հաշվի առնելով այս նոր հզորությունները, որի մի մասը հավանաբար պետնամատչելի կառավարությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, առաջի հարցին ես պատասխանեմ, ես այո նշեցի օգտագործվելու է իհարկե կապուղիները, Հայաստանը այսօր բավականին զարգացած է կապուղիների տեսանկյունից եւ մենք ունենք տարբեր ուղիներ եւ բավարար հագեցվածություն, որ սպասարկի մեր ծառայությունները, իսկ կոնկրետ դատակենտրոն արդեն իսկ կառուցել ենք հավելյալ 2 հատ գիծ, որպեսզի ստեղից միանանք Telecom Armenia-ի ինֆրաստրուկտուրային եւ մեր դատակենտրոնի գործընկերը այդ իմաստով լինելու է Telecom Armenia-ն եւ Telecom Armenia-ն էլ ունի բոլոր հնարավոր միջոցները, որ սպասարկի այն թողունակությունը, որ մեզ հարկավոր է։ Մենք իհարկե ասում ենք AI գործարան, բայց ինչպես գիտեք, մեր արտադրանքը դա ծառայություններն են, արհեստական բանականությունն է եւ այո, այդ բոլոր ծառայությունները մեր արտադրած կապուղիների միջոցով են գնալու, որը բարեբախտաբար մենք ժամանակին Telecom Armenia-ով կառուցել ենք։ Շնորհակալ եմ հարցի համար եւ նաեւ շնորհակալ եմ, որ հիշատակեցիք արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը։ Գիտեք, որ այս բոլոր գործընթացներին զուգընթաց, երբ արդեն իսկ մեզ համար պարզ էր դառնում, որ Հայաստանի ներսում մենք ունենալու ենք ԱԲ ենթակառուցվածքներ, մենք որոշում կայացրինք, որ պիտի լինի ձևավորվի մի հարթակ պլատֆորմ, որը մենք անվանեցինք ԱԲ վիրտուալ ինստիտուտ, այդտեղ մենք ներդրումներ ենք կատարում, պետական միջոցներով վարձակալում ենք բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ, որոնք արտադրվում են այսօրինակ տվյալային կենտրոնների կողմից եւ դրա ցցուն օրինակներից մեկը ընդամենը 1-1.5 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Firebird AI ընկերության միջև կնքված երկարաժամկետ թույլ տվեք ասել ռազմավարական պայմանագիրներ 25 միլիոն դոլարի։ Սա նշանակում է, որ կառավարությունը 25 միլիոն դոլար այս փուլում ներդրում է կատարում հասանելի եւ մատչելի գներով ձեռք բերելու այդ ռեսուրսները, հաշվողական ռեսուրսները, որոնք հիմքն են ԱԲ նորարարությունների համար։ Այսօր ամբողջ աշխարհում նորարարությունների, այսպես ասենք, դրայվերը, շարժիչ ուժն է հանդիսանում հենց ԱԲ տեխնոլոգիան, եւ մենք գիտակցելով, որ սա մեր երկրի համար դառնում է ռազմավարական ուղղություն, ռազմավարական առաջնահերթություն, անմիջապես մենք, այսպես ասած, այստեղ արտադրվող հաշվողական ռեսուրսների մի հատվածը մենք մեզ համար ամրագրել ենք գործընկերների հետ համատեղ, բայց հիշեցնեմ, որ սա այս պատմությունը ի սկզբանե ամենասկզբում ամրագրված պայմանավորվածություն է, որ ոչ թե արհեստական բանականության տվյալային կենտրոնը կառուցվում է եւ հետո մենք գործընկերների հետ պայմանավորվում ենք, որ դրա մի հատվածը պիտի ուղղվի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, գիտությանը, տեխնոլոգիաների նորարարություններին, այլ սա կարևորագույն նախապայմաններից մեկն է եղել նաև NVIDIA ընկերության հիմնադիր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի տարիներ առաջ ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որ Հայաստանը կստանա նմանատիպ տեխնոլոգիաներին հասանելիություն, որովհետև մեր գործընկերները Ջենսեն Հուանգը, Ռևը եւ մյուս գործընկերները շահագրգռված են
որ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության ներսում գործող գիտնականները, հետազոտողները, բիզնեսները, ստարտափները, գիտահետազոտական խմբերը, ինստիտուտները ստանան հասանելիություն։ Խոսակցության ակունքում այս պայմանավորվածություններն են եղել, եւ ես առիթ եմ ունեցել մեկ անգամ արդեն իսկ հրապարակային ասել, որ դեռևս 25 թվականի հունիսյան Փարիզում տեղի ունեցած հունիսի, եթե չեմ սխալվում, համաժողովից առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մասնավորապես ԲՏԱ նախարարությունը հայտնել է իր հանձնառությունը, որ եթե Nvidia ընկերությունը նման պատրաստակամություն հայտնի, ապա նախ եւ առաջ մենք մեր Firebird AI ընկերության գործընկերների հետ պարտավորվում ենք դրանց այդ ռեսուրսների կարևորագույն մի հատվածը հատկացնել եւ ուղղել այնպես, ինչպիսին որ ի սկզբանե եղել է պայմանավորվածությունը Nvidia-ի ղեկավար կազմի հետ։ Սա հասկանալի է, թե ինչ էֆեկտ է իր հետ բերելու, կարծում եմ այս վերջին ամիսներին բազմիցս խոսել ենք, ամենայն դեպս եթե շատ կարճ, այս տվյալային կենտրոնի գործարկումը ոչ միայն տնտեսական հնարավոր լայնածավալ բենեֆիտների կամ օգուտների մասին է, որոնք որ լինելու են վստահաբար, պարզապես այս փուլում մենք անընդհատ խուսափում ենք կոնկրետ թվեր հնչեցնելուց, թե ինչ հարկատեսակներով, ինչքան գումարներ են մուտք արվելու պետական բյուջե, բայց որ ոչ պակաս կարևոր է, գուցե ավելի կարևոր է դա տնտեսության հիմքում նորարարությունը դնելը, դա անգին հարստություն է լինելու իրականում հենց այս տվյալային կենտրոնի միջոցով, որ մենք բերելու ենք դեպի հայաստանյան տնտեսություն, դարձնելու մեր տնտեսությունը գիտահեն տնտեսություն, որը մեր երազանքն է, որը մեր ամբիցիան է, եւ սրանով մենք շարժվում ենք առաջ։ Շնորհակալություն։ Ես խնդրում եմ մանրամասնել, թե կոնկրետ որ ոլորտների վրա ազդեցություն կունենա այս գործարանը, չգիտեմ, ռոբոտաշինությունից ու բժշկությունից սկսած մինչև սպառազինություն, ինչ ազդեցություն կունենա եւ նաեւ չնայած արհեստական բանականության մասին ենք խոսում, բայց մարդկային կապիտալի վրա ոնց կազդի, արդյոք արտերկրից մարդիկ կգան այստեղ այս գործարանում աշխատելու եւ մոտավորապես քանի աշխատատեղ կստեղծվի այս գործարանում։ Շնորհակալություն, կարծում եմ գործընկերոջս հետ համատեղ կպատասխանենք այս հարցին, որովհետև բազմաշերտ էր։ Աշխատակիցների մասով պարոն Եսյան ինքը արդեն իսկ հայտարարել է, նաև ընկերությունը իր հրապարակային ուրեմն ուղերձով նշել է, որ այս փուլում, առաջին փուլում, հենց այս շենքում 100 աշխատակից է լինելու ներգրավված, երկրորդ փուլով արդեն ընդհանուր այս ԱԲ գործարանում ընդհանուր մինչև 1000 աշխատակից, թե որ երկրներից կներգրավեն պարոն Եսյանը կլրացնի խոսքս։ Դուք մի քանի ոլորտ նշեցիք, առողջապահությունից մինչև, չգիտեմ, ֆինանսական տեխնոլոգիաներ, ֆինանսական ոլորտ։ Ես պետք է ասեմ, որ եւ ռոբոտաշինություն ասացիք ձեր խոսքում, ես պետք է ասեմ, որ մեր օրերի աշխարհում այլևս չկա մի ոլորտ, սա ասում եմ մեծ պատասխանատվությամբ, չկա այնպիսի մի ոլորտ, որտեղ հարստական բանականության տեխնոլոգիաները կիրառելի չեն։ Ավելին, որտեղ դրանց կիրառումը չի խրախուսվում։ Տարբեր դրսևորումներով։ Կիսահաղորդչային ինդուստրիան արդեն այսօր ինքն իրեն այլևս չի պատկերացնում արհեստական բանականությունից առանձնացված, տարանջատված։ Դրանք սերտաճել են իրար, ընդ որում մեկը մյուսին հետաքրքիր կերպով փոխ լրացնելով։ Մեկը օգնում է, որպեսզի հաշվարկները հնարավորինս արագ իրականացվեն, մյուսը արտադրում է սարք կամ չիպ կամ գրաֆիկական պրոցեսոր, ել ավելի կատարելագործելու այդ հաշվողական ռեսուրսներ արտադրող ենթակառուցվածք, այսինքն սա մի յուրօրինակ իրադարձություն է, երբ երկու ոլորտներ, նույնը առողջապահության, նույնը քաղաքաշինության, խելացի քաղաքների, ֆինանսաբանկային ոլորտի, կիբերանվտանգության,
պաշտպանական կամ ռազմական արդյունաբերության ոլորտում է հատկապես կիրառվում, ընդհանրապես արդյունաբերության ոլորտում հաստոցներ, ռոբոտաշինություն դուք նշեցիք, այսինքն չկա մի ոլորտ, կրկնում եմ, որտեղ այլևս այն կիրառելի չէ եւ նախորդ հարցին վերադառնալով ասեմ, որ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի առաջին փուլի ամփոփումը, երբ մենք սուբսիդավորելու ենք մի շարք ստարտափների եւ գիտահետազոտական խմբերի ու նորարարների, ցույց է տալիս բազմազանությունը այդ ոլորտների։ Կենսա տեխնոլոգիաներից մինչև ֆինտեխ ոլորտ։ Երևի դրսի մասը վերաբերվում է աշխատակիցներին, հիմնական մասը մեր աշխատակիցները լինելու են հայեր, մոտ 90% եւ ավելը լինելու են լոկալ մասնագետներ, բայց հիմա նույնպես ներգրավված են միջազգային տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ, որոնք հա գալի գնում են, այսինքն այս փուլում, եւ նաեւ այս փուլից ես ոնց նշեցի, մենք նաեւ ոնց որ սովորում ենք այդ գիտելիքը նաեւ վերցնում ենք մեր տղաները, աղջիկները, աշխատակիցները նույնպես գնում են արտասահման, վերապատրաստում են անցնում, հետ են գալիս, հիմա շատ ակտիվ այդ ամեն ինչը կատարվում է, բայց հիմնական աշխատակիցների մասով հայեր են։ Ինչպես գիտեք, AI data կենտրոններում շատ է ջրի օգտագործումը, բայց մեր դեպքում մենք ընդհանրապես չենք օգտագործելու ջուր, քանի հովացման համար, քանի որ հովացումը փակ ցիկլով է, քանի որ տեղայինքը ցուրտ է, մեզ հարկավոր չի հավելյալ ջրի վատնում, որպեսզի հովացնենք մեր GPU-ները, սերվերները, այսպես ասած։ Եվ այդ իմաստով նաև շատ ուրախ ենք, որ ընտրել ենք Հրազդանը եւ նաև շնորհակալ ենք Հրազդանի թե քաղաքապետին, թե ամբողջ թիմին այն աջակցության համար, որ այս ընթացքում ստացել ենք եւ հույսով ենք ապագայում կստանանք մեր երկրորդ փուլը կառուցելու համար։ Ասվեց, որ գործարանի աշխատանքի համար մեծ քանակով կարողանքի ապահովել։ Այո։ Նշվեց, որ առաջին փուլի համար մենք հնարավորություն օգտագործում, բայց բարձր որ հաջորդ փուլերի համար ներածուցիչ էներգիա ինչպես է կապլանավորվում դա ինչ են հավելացնելու, հան ինչ է ներկայացնում ստանալու։ Շնորհակալություն հարցի համար, թե առաջի փուլի, թե երկրորդ փուլի համար, ես նշեցի առաջինը, չնշեցի երկրորդը, առաջի եւ երկրորդ փուլերի համար Հայաստանը ունի ավել էլեկտրոէներգիա, այսինքն թե առաջի փուլը, թե երկրորդ փուլը մենք ստաբիլություն ենք բերելու մեր էներգոհամակարգին, քանի որ երկու փուլերը միասին մոտավոր օգտագործելու են 140 մեգավատ էլեկտրոէներգիա, թե ավելի կոնկրետ թվերով խոսենք, իսկ այսօր Հայաստանը ունի այդքան, եթե ոչ ավել էլեկտրոէներգիայի ավելցուկ։ Երրորդ փուլը, որ հələ չենք հայտարարել, դրա մասին հիմա կոնկրետ կատարում ենք հաշվարկներ, նաև ներգրավել ենք միջազգային մասնագետներ, ովքեր որ հաշվարկում են եւ պարզա, որ երրորդ փուլը սկսելուց առաջ պետք է էլեկտրոէներգիայի հարցը նայենք եւ ամենայն հավանականությամբ էներգիա աղբյուրներ պետք է ստեղծենք նոր, քննարկում ենք տարբեր մեթոդներ, կա կուտակիչներ, կա արևային կայան, կա գեներատորներ, տարբեր մեթոդներ, բայց բարեբախտաբար առաջի եւ երկրորդ փուլերի մասով ընդհանրապես որից հարց չունենք, այսինքն լուծում ենք արկա խնդիրը էներգոհամակարգի այդ իմաստով, ոչ թե բեռ ենք դառնում, այլ հակառակը այսօր մեր էներգոհամակարգը խնդիր ունի ավելցուկի մասով, որի լուծումը տալու է հենց Firebird ընկերությունը։ Վերջին տարիներին կամ արդեն վաղուց մեր բառապաշարում հաճախ կարելի է նկատել, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Բայց ամիսներ առաջ մենք գործընկերների հետ նաև համընդհանուր հայտարարեցինք եւ կառավարության մեր մյուս գործընկերներին հավաստիացրինք, որ առաջատեմ այս տեխնոլոգիաները Հայաստան գալով նաև մեզ տալիս են հիմք հավաստիացնելու, որ նմանատիպ խնդիր այլևս Հայաստանը չի ունենալու։ Ավելին ունենալու է էներգիայի նոր աղբյուրներ գտնելու կամ ձևավորելու խնդիր։ Ինչպես արդեն նշվեց, առաջին երկու փուլերի համար մենք որևէ մարտահրավեր չենք տեսնում, այսինքն այս իմաստով
այդ ավելցուկը ուղղվելու է ԱԲ գործարանի գործարկմանը, այսպես ասած գերհամակարգչի աշխատելուն է ուղղված լինելու եւ հարակից այլ ենթակառուցվածքների ապահովմանը, հովացման եւ այլ համակարգերի, բայց երրորդ եւ հնարավոր այլ փուլերի կամ նմանատիպ առհասարակ այլ տվյալային կենտրոնների կառուցման տեսանկյունից իհարկե կառավարությունը անելիքներ ունի, կառավարությունը գիտակցում է այդ հրամայականը, կառավարության այս ոլորտում ներգրավված բոլոր հիմնական դերակատարները անընդհատ եւ անդադար ջանքեր են ներդնում միջազգային գործընկերների հետ համատեղ նոր աղբյուրներ ձևավորելու, էներգիայի արտադրման տարբեր ընդ որում դիվերսիֆիկացված տեխնոլոգիաներ ներդնելու, արևային, քամու, հայտնի դասական այլ աղբյուրների հզորությունների ավելացմամբ, այսինքն այս իմաստով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կանգ չի առնելու արդեն իսկ արկա տվյալային կենտրոններ ունենալու այդ նշաձողի վրա։ Մենք ստեղծելու ենք նոր հզորություններ, որպեսզի եւ Firebird ընկերությունը կարողանա շարունակել երրորդ փուլի իրագործումը, որը արդեն բոլորովին այլ մակարդակի խոսակցություն է, մոտ մինչև 110,000 GPU-ների մասին է խոսք, այսինքն մտադրությունը կամ ցանկությունը կամ մեր ընդհանուր երազանքը եւ սրա համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է ՏԿ նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, ԲՏԱ նախարարությունը, փոխվարչապետները բոլորը ներգրավված են այս գործի մեջ, որպեսզի օր առաջ այդ կարողությունները, հզորությունները Հայաստանի Հանրապետության ներսում ավելացվեն։ Սա նոր բան է։ Սա շատ արագ է մեզ հետ տեղի ունենում։ Հավատացեք, ընդամենը ամիսներ առաջ կառավարությունը փնտրում էր ելքեր, թե ինչպես կարող էր ինչ-որ իմաստով կրճատել այդ ավելցուկը։ Բայց հիմա մենք բոլորովին այլ իրականության մեջ ենք, ես ուրախությամբ հայտնում եմ, որ կառավարությունը շատ արագ հարմարվել եւ ադապտացվել այս նոր իրականությանը եւ իր քաղաքականությունները սկսած կուտակիչ կայանների ոլորտում նոր միջավայր, նոր կարգավորումներ ներդնելու, գիտեք նաեւ այդ թվում եւ օրենսդրական փոփոխություններ եղան, օպերատիվ եւ ադեկվատ արձագանք է կառավարության կողմից, ես այս իմաստով եւս կիսում եմ գործընկերոջս լավատեսությունը, շնորհակալություն։